Ղևտացիների 20-րդ գլխի 2-րդ համարում գրված է. Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում բնակվող օտարականներից մեկն իր զավակներից մողոքին տա, անպատճառ պիտի մերձվի։ Եվ ուրեմն ինչ է նշանակում մողոքին տալ։ Իր զավակներից մողոքին տալ արտահայտությունը վերաբերում է շատ ծանր և ցավալի մի հին կռապաշտական սովորությանը, որը տարածվում էր Իսրայելի շրջակայքում, հիմնականում քահանացի ժողովուրդների մեջ։ Մողոքը հեթանոսական մի աստվածություն էր, որին մարդիկ պաշտում էին հավատալով, թե նա կարող է իրենց բարեբերություն, հաջողություն կամ պաշտպանություն տալ։ Բայց այդ պաշտպանմունքը շատ դաժան էր։ Մարդիկ, հատկապես փողասեր և վախկոտ առաջնորդների ազդեցությամբ, իրենց երեխաներին նվիրում էին մողոքին, երբեմն այրվող զոհերի տեսքով, այսինքն բառացիորեն զոհաբերում էին իրենց զավակներին, և դա կոչվում էր մողոքին տալ, այսինքն տալ այդ կուռքին որպես զոհ։ Աստվածաշնչում Աստված խստորեն արգելում է նման բաները, որովհետև դա անմարդկային ու սարսափելի գործողություն էր։ Դա նշանակում էր դավաճանել իրեն՝ կենդանի Աստծուն, և հնազանդվել չար ու դատարկ կուռքերին։ Այդ արարքը նաև խորհրդանշում էր հոգևոր աղետ, երբ մարդը իր ապագան, իր երեխաներին զոհաբերում էր աշխարհիկ կեղծ բաներին, նյութականությանը, վախին կամ կռապաշտությանը։ Այսինքն մողոքին տալը նշանակում է ազատ կամքով զոհաբերել քո զավակին հեթանոսական կեղծ աստծուն նրա հարճությունը շահելու համար։ Եվ եթե այս ամենին նայենք ժամանակակից կյանքի պրիզմայով, մողոքին տալ կարելի է հասկանալ նաև խորհրդանշական իմաստով, երբ մարդիկ իրենց երեխաներին հանձնում են աշխարհիկ, անբարոյական համակարգին, մոռանալով Աստծո ճշմարիտ ուղին։ Օրինակ, երբ ծնողը իր երեխային սովորեցնում է, որ հաջողությունը միայն փողով է չափվում, կամ որ կարևորն ինքնասիրությունն է, ոչ թե Աստծո կամքը, նա առանց հասկանալու կարող է զոհաբերել իր զավակին այդ նույն մողոքին, այս անգամ ոչ թե կրակի, այլ աշխարհիկ կեղծ արժեքների մեջ։ Եվ ուրեմն սիրելիներ, եկեք ապաշխարենք և մեր որդիներին, զավակներին և դուստրերին դաստիարակենք, կրթենք և մեծացնենք Տիրոջ խոսքի համապատասխան։ Եվ թող Աստված օրհնի ձեզ։